Քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշ երկօրյա միջոցառման շրջանակում երեկ երեկոյան կազմակերպվել էր պաշտոնական ընթրիք, որին ներկա էր նաև վարչապետը։ Երեկոյի մասնակիցներին ողջունելով Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 7 տարի զբաղեցնելով Հայաստանի վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառման, որտեղ ներկա են հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական եւ այլ հավատքի տեր մարդիկ։ Կրոնական հանդուրժողականությունը միշտ մեր օրակարգերում է։ Ունենք կրոնական տարբեր համայնքներ, ազգային փոքրամասնություններ, բայց ես օրինակ պիտի խոստովանեմ, ինչքան էլ դժվար եւ բարդ լինի, որ նրանց հավատքի, նրանց կրոնի մասին շատ բան չգիտեմ։ Եվ սա մի առիթ է, որպեսզի մենք իրար նախ որպես համայնքներ եւ հետո անհատապես մարդիկ հնարավորություն ունենալ պատմել իրար Աստծո հետ իրենց ունեցած հարաբերությունների, այդ հարաբերություններում արձանագրված հաջողությունների եւ ձախողումների մասին։ Կազմակերպիչների վստահեցմամբ միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունն ու համագործակցությունը դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության եւ կրոնական ազատությունը։ Վարչապետը ներկաներին պատմեց, որ առաջին անգամ դպրոցական տարիներին է իմացել նոր կտակարանի մասին, երբ իրեն փոխանցել է դասընկերուհին ու այդ ժամանակվանից սկսել է կարդալ ու ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ներկաների համար վարչապետը նաև Սուրբ գրքից հատվածներ ընթերցեց, ապա ելույթն ավարտեց Սաղմոսով։ Տերը եղավ իմ օգնականը, սուգս դարձրեց ուրախություն, հանեց իմ քուրձը եւ խնդություն հագցրեց ինձ։ Փառքս Սաղմոս պիտի երգի քեզ, որպեսի այլևս չզղջամ ես։ Տեր իմ Աստված, հավիտյան գոհություն պիտի մատուցեմ քեզ։ Շնորհակալ եմ։ Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին հոգևոր թեմաներով ելույթներ, գեղարվեստական կատարումներ։ Նշվեց, որ միջոցառման հեռահար նպատակն է նաև ձևավորել տեսլական եւ Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության եւ խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Այսօր արդեն միջոցառման մասնակիցները մեկ այլ վայրում օրը սկսեցին ահա այս մթնոլորտում։ Բազմաթիվ քննարկումների արդյունքում փորձում ենք հասկանալ Հայաստանի Հանրապետության դեպքում հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, ինչ ձևաչափ, ինչ ծրագրային յուրահատկություններ կլինեին հարիր։ Բնականաբար աշխարհիկ սկզբունքը առաջնային է, բայց նաև մենք խոսում ենք բազմադարյա մեր ազգային եկեղեցու մասին, բազմաթիվ այլ եկեղեցիների մասին, որ կան նաև մեր հանրապետությունում տարածաշրջանում, դրա համար փորձում ենք գտնել այն համապատասխան ձևաչափը, որը կհարգեր եւ մեր ժառանգությունը եւ հաշվի կառներ աշխարհիկության սկզբունքը։ Այսօր աղոթքներ, ողջույններ հնչեցին եւ եկեղեցու հովիվների կողմից եւ կազմակերպությունների ղեկավարների եւ աշխարհիկ մարդկանց կողմից։ Ելույթները եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքը սկսելով խաղաղության թեմայից։ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ։ Սա Նիկոլ Փաշինյանն ուղիղ կապում է Աստծո կամքի հետ, իսկ այն ճանապարհը, որով անցել ու անցնում ենք, վարչապետը համեմատում է անապատի 40 տարվա հետ, որը նույնպես ճանապարհ է պատերազմից դեպի խաղաղություն։ Վարչապետը նաև պատահական չի համարում իր մասնակցությունը Միացյալ Նահանգներում կազմակերպված աղոթքի նախաճաշին։ Եվ իմիջ հայլոց շատ հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշում հանդես եկան ելույթ ունեցան Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դ. Վենսը, որի հետ ես
հենց այցի շրջանակներում հանդիպումներ ունեցա եւ շփումներ ունեցա, հետո ելույթ ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը հետագայում պիտի վճռական եւ առանցքային նշանակություն ունենար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում։ Այսօր եւս Նիկոլ Փաշինյանի ելույթը հագեցած էր Աստվածաշնչից մեջբերումներով, սաղմոսասացություններով։ Վարչապետը նշեց, որ հայ ժողովուրդը հիմա արդեն քայլում է Աստծո ճանապարհով, եւ նրա խոսքով խաղաղության ճանապարհը հենց այն ճանապարհն է, որով եւ առաջնորդում է Աստված։ Հեշտ չի գնալ, իհարկե հեշտ չի գնալ այդ ճանապարհով։ Բայց նաեւ մեր Տեր եւ Ուսուցիչ Հիսուս Քրիստոսը ասում է. մտեք նեղ դռնով, որովհետև ինչքան լայն են դռները, այդ լայն դռները տանում են դեպի կործանում, որքան նեղ է դուռը, այդ նեղ դռնով մտնելը տանում է դեպի փրկություն։ Վարչապետը ելույթն ավարտեց 31-րդ սաղմոսով։ Ուրախ եղեք եւ ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, բարձեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։ Շնորհակալ եմ շատ։ Տիգրան Վարդանյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։